Գյումրու ՏԻՄ ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդուն Արշակ Գրիգորյանին ժամը 13:30-ին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Նա գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել։ Արշակ Գրիգորյանին ազգականներն են իրենց մեքենայով հասցրել հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։ Ընդունվել է ծայրահեղ ծանր հոգեվարքային շրջանում։ Հիվանդի մոտ հնարավորինս ախտորոշվել է գլխի թափանցող միջանցիկ հրազենային վնասում, արյունահոսություն եւ նաեւ ագոնալ վիճակ։ Իհարկե փորձվել է հնարավորինս անել այն ամենը, ինչ կարող էինք, ինչի զորու էինք, կատարվել է սիրտոկային վերակենդանացում, հիվանդին արագ վերցվել է արհեստական շնչառության եւ սրտի անուղղակի մերսում է կատարվել։ Բոլոր միջոցառումները վերակենդանացման եղել են անէֆեկտիվ եւ հիվանդի մոտ ֆիքսվել է կենսաբանական մահ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն 25-ամյա Արշակ Գրիգորյանը հորաքրոջ որդուն ասել է, որ մի քանի րոպեով ավտոտնակ է իջնում։ Մոտ 10 րոպե հետո հարազատները նրան գտել են իրենց տան նկուղում։ Ոստիկանության ծառայողները այստեղ են դեպքի վայրը, դա իրենց կողմն է, դիակը հայտնաբերվել է տան նկուղում, հայտնաբերվել է նաև հրավեր ատրճանակ։ Ըստ Շիրակի մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանի, տեղի ունեցածն ինքնասպանություն է։ Սա նախնական վարկած է։ Դեպքի վայրի զննությամբ վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ եւ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Տեղի ունեցածի դրդապատճառները եւ շարժառիթները պարզելու համար կատարվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ հետախուզական գործողություններ։ Նազելի Էլբակյան, Խան Հովհաննիսյան, ժամը լրատվական։